Եվ իսկ ինչ անում Հայաստան դաշինքը Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները եւ առհասարակ բոլոր տեսակի գործողությունները, որոնք իր բնորոշմամբ, նկատում են ձեր դիմության բնորոշմամբ ապազգային են, չեն բխում պետության շահից հեռացնելու։ Բացի հայտարարություն տարածելուց իհարկե եւ մեկը 2026-ի ընտրություններին սպասելուց։ Թույլ տտակ ձեր հարցը լրացնեմ, պարոն Խաչատրյան, օրերս տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի կառույցի գերագույն հավաքը, այո, եւ հայտարարություն եք տարածել, որում մասնավորապես նշված է, որ գործող վարչախումբը իր քաղաքականությամբ համայն Ես տեղակ եմ հայտարարություն։ Նաեւ այդ հայտարարության մեջ նշել եք, որ Հայաստանի Ես տեղակ եմ հայտարարությանը շարունակելու ազգային դիմադրության պայքարի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների եւ ինքնիշխանության վերահաստատման խնդրում եմ մեկնաբանեք ինչ նկատի ունեք Ես կարծում եմ, որ դրանից ասկոչ թե կարծեմ, դրանից պատասխանում դել արծ։ Դրանից անմիջապես հետո Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բավականին ընդարձակ մամուլի ասուլիս է տվել եւ բոլոր այդ հարցերին անդրադարձել է։ Ձեր հարցերի պատասխանը Հայաստան դաշինքը չի փոխվել, չի շեղվել իր ուղուց, չի փոխել իր նպատակը, ինչ է անում է բոլորի աչքի առաջ։ Ինչ անում, ինչ է բան չի անում։ Ով ասես բան չի անում։ Իսկ ինչ բան անելը որն է։ Ինչ կոնկրետ գործողություն է կարել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Նույնիսկ մեկ ձևաթղթի կարողանում ստորագրություններ։ Մենք կարողանում ենք անել ցանկացած բան, ինչի նպատակարարությունը տեսնում ենք։ Հաստատ նպատակահարմար չեք դրել։ Որ ձևաթղթի տակ։ Պատիվ ունեմ որևէ բան։ Պատիվ ունեմա որևէ ձևաթուղթ չի ներկայացրել, եւ եթե պատիվ ունեմա խնդիր ունի, կարծեմ պատիվ ունեմի առաջ Հայաստան խմբակցության դռները բաց են եւ ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել։ Կասեք կոնկրետ ինչ քայլ է կարող։ Այնց հիմա մասնակցել եւ խոսել դրամաբարկային քաղաքականությունը չի առնչվում բյուջեին, դա ֆիսկալ քաղաքականության տիրույթում է գտնվում։ Իսկ հիմա որ եկաք այստեղ հարց տվեցիք, դրանով Նիկոլ Փաշինյանը կհետանա։ Իսկ խորհրդանական պայքարը չի ենթադրում նաեւ հարց ու պատասխան եւ ելույթներ։ Խորհուրդը ոնց թե չէ, խորհրդանը բոքսի ռինգ չէ։ Նիկոլ Փաշինյանին նման տեղեկություններ ունեմ, որ սկի կառավարության անդամներին հարց ու պատասխանի հնարավորություն այս կարողայում շատ կա, ինչ որոշում կկայացվի, կտեսնենք, բայց նաև հարց եք տվել, 4.5 տարի կներեք սփայլակ, իսկ բոլոր փողոցային շարժումները ովքեր են կազմակերպվել, չէ դու ասում ես այլ են թե չեն արել, այսինքն մասնակիցները շարժիչ ուժը մենք ենք եղել, մենք ենք աջակցել, մարդկանց մեծամասնությունը ովքեր ենթարկվել են բռնության, ֆիզիկական, հոգեբանական, մարդիկ ում նկատմամբ քրեական եւ վարչական գործեր են արվել, ովքեր են եղել։ Եվ հիմա այս ամեն ինչից հետո ուրանալ եւ ասել ոչինչ չանել, ներողություն եմ խնդրում, առնվազն քաղաքականություն է նշանակում։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր կուսակիցների նկատմամբ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների հալածանքները դադարել են, թե չէ։ Հիմա չի փողոցային պայքար։ Որովհետեւ փողոցային պայքարը ինքնանպատակ չի։ Ցանկացած գործողություն պետք է միտված լինի նպատակին եւ իրատեսական գնահատականից ելնելով։ Նպատակը դա է իհարկե, բայց դու պետք է նայես կոնկրետ այս քայլը, որ անում եմ, ինքը կբերի այսօր այն թիրախային արդյունքին, որը դու ակնկալում ես։ Պատճառն այն է, պարոն Խաչատրյան, որ գիտեք, որ չունեք բավարարային աջակցություն, նախաձեռնել են։ Ներողություն չլսեց։ ՀՀԿ-ն ըստ էության, որ նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց եւ նաեւ պատիվ ունեմը, այսպես ասած, թիրախավորում հենց Հայաստան դաշինքը, նաեւ երկրորդ նախագահին եւ այս վերջերս այսպես շատ զուգահեռ ԿՊ-ի հետ են աշխատում, ԿՊ-ի թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես հասկանում եմ, նաև ձեր գործընկերների, որոշ գործընկերների թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանն է, ինչից են կախվում։ Մենք հայտարարել ենք, որ եթե այս գործընթացը չբերի հաջողության, դրանից միակ շահառան լինելու է Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը։ Հայտարարել ենք ձախողում այս նախաձեռնության Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարել ենք, որ պատրաստ ենք միանալ, ներկայացրել ենք պայմանները, որևէ փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանի որևէ գրառում չի կարող երկարաժամկետ նպատակների վրա ազդեցություն ունենալ։